քաղցր կրեմային տորտ ուտելը շատ դժվար է։ Ինչ ձևի Նապոլեոն ասեմ, ոնց ձեզ նկարագրեմ։ Գաղտնի բաղադրատոմսով Նապոլեոն, եթե ուզում եք սրանից պատրաստեք, հետևեք ու կտենաք ոնց են սա պատրաստում։ Կրեմի համար վերցնում ենք 2 հատ ձու, 100 գրամ շաքարավազ, 40 գրամ եգիպտացորենի օսլա եւ 40 գրամ ալյուր։ Լավ խառնում ենք, որպեսզի բոլոր բաղադրիչները միաձուլվեն ու ավելացնում ենք կաթը։ 1-2 բլբլթոցից հետո անջատում ենք կրեմը ու ավելացնում ենք կարագը։ Վերջում վրան քերում ենք լիմոնի ցեդրա ու թողում ենք կրեմը սառի։ Կրակը կամանց կանեք, ես ուժեղ արի տակը կպավ։ Հավա չմոռացա, մի փոքր էլ աղ եք ավելացնում։ Մինչև կրեմը սառի, ուղարկում ենք խմորը թխվելու։ Կրեմը կշռում ենք, որպեսզի հավասարաչափ բաժանենք շերտերի։ Արդեն 3-րդ շերտն ենք քսում։ Նայեք ինչ հրաշք է դառնալու։ Սրա տեսքից երևում է, որ էսի արդեն հրաշք է դառնում։ Քսում ենք գաղտնի բաղադրիչը, սալորի ջեմ։ Ինչ է անում մեր սալորի ջեմը։ Մեր Նապոլեոնը քաղցր կաթնային կրեմով տորտ է։ Սալորը ունի թթվաշություն։ Երբ որ քսում ենք սալորի ջեմը, ինքը համերը սկսում է կարգավորել։ Ուտելու ժամանակ մենք քաղցրությունը շատ չենք զգում։ Թթվաշությունը արդեն կարգավորում է այդ կրեմը։ Դրա համար փորձեք քսեք, անպայման փորձեք, ձեր դուրը կգա։ Վերցնում ենք մեր վերջին թերթը, ոնց ենք խաշի մեջ լավաշը փրթում, նույն ձև փշրում ենք։ Նայեք ինչ հրաշք պատրաստեցինք, ուղարկում ենք սառնարան, մինչև կրեմը լավ սառի, որպեսզի կարենանք կտրենք։ Հիմա կտրելու ժամանակն է, եկե որ կողմից սկսենք։ Դեռ չի հասցրել լավ սառի, ես մի քիչ վռազեցի, բայց համի վրա մեկա դա չի ազդում։ Բրավո,